Ողջույն բարեկամներ, այսօրվա հարցում ուզում սկսեմ մի քիչ ավելի հուսալող նորություններով, բայց ըստ իս չկա լավ ու վատ նորություն, կա ինֆորմացիա։ Ինֆորմացիան կախված նրանից մենք ոնց ենք օգտագործում, ոնց ենք դիրքավորվում, երևի դրանից է կախված ինֆորմացիան օգտակար էր, լավ էր, թե վատ էր։ Ամեն դեպքում ունենք այն ինչ ունենք եւ ամեն ինչ այդքան էլ սարսափելի չի եւ աշխարհի վերջը չի դեռ։ Հա, գնանք հիմնական նորություններից։ Եվ այսպես Վաշինգտոնում հանդիպել են Թրամփն ու Ալիևը, Փաշինյան Նիկոլը մի խոսքով։ Իրենց օֆիսի միտինգներ, հանդիպումներ եղել, այն օֆիսի, որը ստեղծել է Թրամփը, այս կողքի կանացը գիտեք ով այս ոյով տղեն, սա Թրամփի բանն է, փեսը, սենց են ասում, Քուշները։ Եթե դուք հարցնեք ինքը որպես ինչ է մասնակցում, ես կարող եմ ասել ինքը ոչ մի բան, ոչ մեկն է, որ ինքը մասնակցում է այս ամեն ինչին, բայց ինչով է ինքը հայտնի, ինքը ուղղակի իր հոր զավակն է, որը ամենամեծ սիոնիստն է, Էփստինի ցուցակի ակտիվ անդամ, հայտնի է իր մի խոսքով Դոնալդ Թրամփ, Նիկոլ Փաշինյան, այդ որակի մարդը։ Եվ ինքը չլինելով ոչ մի բան եւ Ուիտկոֆը նույնպես զբաղվում են Ամերիկայի արտաքին քաղաքականությամբ։ Այսինքն մարդիկ, որոնք պատահական մարդիկ են, իրանք նախագահականի աշխատակազմի աշխատող չեն, deep state-ի աշխատող չեն, ընդհանրապես կապ չունեն ամերիկյան պետության հետ։ Կապ ունեն այնքանով, որ ասենք Դոնալդ Թրամփի փեսն է։ Դոնալդ Թրամփը իր երկիրը այս պարագայում վերածել է մի հատ կլուբի, գոլֆի կլուբի, որտեղ այդ գոլֆի կլուբի անդամներն էլ լուծում են աշխարհի հարցերը։ Եվ այսպես նկարին եմ ուզում դուք նայեք, հա։ Մի երկու տվյալ ասեմ, տեսեք ինքը որտեղ է կանգնած։ Քուշները։ Մարկո Ռուբիոն է Թրամփի կողքը։ Քուշները, հետո Ալիևը։ Նախ Ալիևի կարևորությունը նայեք, մեկ էլ հերվում ինչ որ որփանտել է մի հատ երևում, չէ՞, այդ արեստական ժպիտը ճպցած դեմքին։ Դա Փաշինյան Նիկոլն է։ Զգացեք այս երկրների մեջ Ալիևի դիրքը, այս կլուբի մեջ եւ Փաշինյան Նիկոլի դիրքը։ Հիմա ասեմ, այս երկրում ովքեր են մասնակցում, 27 երկիր կներեք, այս կլուբում ովքեր են մասնակցում, 27 երկիր իրենց ռեյտինգային վարկով երևի վատագույններ աշխարհի վրա, ու այս 27 երկրին բոյկոտում է աշխարհի առաջատար 40 երկրները։ Հռոմի Պապը ներառ։ 40 երկրներ ոչ միայն բոյկոտում են այս ամեն ինչը, բոյկոտում են ընդհանրապես բոլոր տեսակի կապերը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Աշխարհի 40 պետություններ, տեսեք, առաջատար պետություններ, եթե համարենք, որ աշխարհը ունի 170 մոտավորապես 8 պետություն, կարծեմ հենց այդքան է, մոտավորապես 20%-ի չափ մերժում ընդհանրապես Ամերիկայի Միացյալ Նահանգներն։ Ոչ մի ձև չուզում են հարաբերություններ ունենալ։ Դրանք առաջատար երկրներն են։ Հիմա այս կլուբի անդամ է դարձել մերժվածների Փաշինյան Նիկոլը, որտեղ վաճառքի է հանված Հայաստանը, որպիսի Հայաստանի ղեկավար մնա եղածի տարածքի վրա ղեկավար մնա վաճառքի հանածը Փաշինյան Նիկոլը։ Մենք այս ընթացքում խոսելու ենք ինչեր է սպասվում մեզ սրա արդյունքում, բայց բոլոր նրանց, ովքեր այս ամեն ինչի մեջ կտեսնեն get 1 իրավական, միջազգային, նման, ասենց ասեմ, ստատուս, ուզում եմ այս փաստաթուղթը ցույց տամ։ Մեր արտգործ նախարարության պատասխան։ Որտեղ ես գիտեմ, որ նիկոլական պրոպագանդիստներ, լավ, պրոպագանդոն չասեմ այս անգամ։ Չենց հասկացաք ինչի մասին է խոսքը։ Որտեղ նիկոլական պրոպագանդիստները այդ ամեն ինչը ներկայացնում են որպես միջազգային հարաբերություններ, կապեր եւ այլն, բայց ինչ միջազգային հարաբերություն, ինչ միջազգային ստանդարտ, երբ որ Թրամփի գլխավորությամբ բոլոր երկրները հավաքված են, մերժում են միջազգային օրենքն ու միջազգային կարգը։ Հետևաբար, այդ հարաբերությունների մեջ չի կարող լինել որևէ լեգիտիմություն, այդ չեմ ասում միջազգային իրավունքի նկատմամբ հարգանք։ Այնուամենայնիվ, այն բոլոր տգետներին, վարձկաններին, տականքներին, սրիկա, ինչ ասեմ, բոլոր Նիկոլներին, ովքեր ծառայում են Փաշինյան Նիկոլներին,
Նիկոլին բոլան կպնդեն, որ այս քայլերի մեջ կա որևէ լեգիտիմություն եւ միջազգային ստանդարտների ինչ որ հարաբերություններ, ես ցույց եմ տալի հենց ձեր ազգային ներողություն արտաքին գործերի նախարարության պատասխանը։ Այս նամակը գրվել էր օգոստոս ամսին, որպեսզի հարցը հետեւյալն էր եղել, ես ուղղակի ասեմ, ինչ հիմքերով է եւ ինչ եզրակացությունների վրա հիմնված Փաշինյան Նիկոլի ստորագրած այդ պայմանագիրը օգոստոսի 8-ին։ Այսինքն միջև Փաշինյան Նիկոլը կգնա ստորագրելու այդ փաստաթուղթը պետք է անցած լիներ Արտգոց նախարարության, հա, տարբեր բաժիններով հաստատված լիներ եւ ոչ միայն Արտգոց նախարարության։ Պետք է հաստատված լիներ մի քանի նախարարությունների կողմից դրական եզրակացություններ լինել, որից հետո միայն նոր վարչապետ կոչվածը կարող է գնալ ինչ որ փաստաթուղթ ստորագրելու։ Այս հայցադիմումով, այս հարցումով Հարություն Բաղդասարյանը, ինչելուց մի շաբաթ մենք անպայման իր հետ բան կունենանք, հարց ու պատասխան։ Ձեր հարցերը կարող եք ուղիղ ուղղել իրան։ Հարցում է ուղարկում Արտգոց նախարարություն, որտեղ իրեն պատասխանում են Արտգոց նախարարությունից, խնդրեմ, Minister of Foreign Affairs of Armenia, հա, Հայաստանի արտաքին գործերի նախարարություն։ Հարգելի պարոն Բաղդասարյան, ի պատասխան ձեր հարցման, ՀՀ ԱԳՆ մուտքագրվել է այս 11/08/25-ին, տեսեք, օգոստոսի 25 թվականի ներսում, օգոստոսի 8-11-ին մուտքագրվել։ Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի կողմից ՍԹ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը միջազգային պայմանագիր չի հանդիսանում։ Սա իմ մտքի թռիչքը չի, սա իմ երաժիշտիս, ոնց ասեմ ձեզ, տեղեկացվածությունը չի միջազգային նորմերի, փաստաթղթերի, հա։ Սա Հայաստանի ԱԳՆ-ի պատասխանն է։ Համապատասխանաբար միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի դրույթների տվյալ դեպքում վերաբերելի չեն, որովհետև պայմանագիր հարցը սենց է եղել։ Արդյոք այս ստորագրվածը միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի դրույթներին համապատասխանում է եւ անցել է համապատասխան ինստանցիաները։ Ասում են մեկ ախպեր չի անցել, որտեղ սա միջազգային պայմանագիր չի հանդիսանում։ Միաժամանակ տեղեկանցնում ենք, որ վերոհիշյալ հռչակագրի մասով իրականացվել են ՀՀ կառավարության 21/01/2023 թիվ մի խոսքով ընթացակարգեր։ Ընդհանրապես եթե նիկոլական պրոպագանդիստների շրջաներում վարձկանների շերտ կա, որ ամեն գնով ուզում Հայաստանը վաճառած լինի ու հղում անում ինչ որ փաստաթղթերի, չպացրեք այս տեսանյութին այս ճակատին, ցույց տվեք եւ ուղղակի իրենց խոստացեք, որ դուք չեք մոռանալու իրենց դավաճանությունը եւ դուք դեռ պատասխան պետք է տաք մեր երկիրը սկուտեղի վրա թշնամուն հանձնելու համար։ Դա փաթեթավորելով ինչ որ միջազգային պայմանագրերի եւ պարտավորվածությունների մեջ։ Այս փաստաթուղթը կա եւ էլի կթարմացնեմ կդնեմ իմ Facebook-յան էջի վրա, բայց YouTube-ը շատ ավելի մեծ բան ունի, տարածում ունի։ Խնդրեմ, համեցեք, ցույց տվեք ու թող, եթե բանը փոխվի, թող ԱԳՆ-ն նորից ասի։ Ես կոչ եմ անում բոլոր լրագրողներին, ովքեր տականքներին հրավիրում են իրենց մոտ եւ այն հայտնի կենթանի դեմքով ուշադիր լսում են, թե իրենց ոնց են ապուշի տեղ դնում։ Այդ նույն պրոպագանդիստները թող մի հատ էլ իրանք հարցում անեն ՀՀ-ԱԳՆ եւ ստանան պատասխան, որքանով է այս ամբողջ գործընթացը համապատասխանում միջազգային պայմանագրերի ստանդարտներին եւ ինչքանով է ամեն ինչը օրինական, ամենակարևորը։ Գնահատառ։ Լսենք սա։ Որովհետև խաղասեղանին հայրենիքի ու ժողովրդի ճակատագիրն է եւ մենք որովհետև խաղասեղանին հայրենիքի ու ժողովրդի ճակատագիրն է եւ մենք չենք կարող թույլ տալ Արցախի կորուստ կամ հայաթափում։ Չեն կարող։ Սանտիմն է, չեն կարող։ Սրանում ամբողջ խնդիրը։ Փոխարինել ասել, որ ըստ էության ասել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։ Կա Լեռնային Ղարաբաղի հարց։ Վերջ,
լուծեց ու փակեց այդ հարցը։ Մարդ, որ ասում է, այդպես բան հնարավոր չի։ Խաղաղասեղանին հայրենիքի ու ժողովրդի ճակատագիրն է եւ մենք չենք կարող թույլ տալ։ Չեն կարող թույլ տալ Արցախի հանձնումը։ Հիմա նորից եմ ասում, հերթը Հայաստանի Հանրապետությանն է։ Հետո մի օր էլ նստելու է, ասի, փաստացի, էլ չկա հայկական հարց։ Դամոկլեան սուր թուրքական պետության եւ թուրքական պետությունների գլխին կախված։ Կանել ասի, էլ չկա հայկական հարց։ Չկա Հայաստան, չկա հայկական հարց։ Չէ՞ որ սա է ուզում թուրքեր անեն 15 թվականից սկսած, այսինքն ավելի շուտ։ Դեռ 1895 թվականից սկսված Համիդյան ջարդերով, որի կուլմինացիան է ցեղասպանությունը 15 թվականի, հա։ Բայց ամեն ինչ ուղղված է եղել հայկական հարցի արմատախիլ անելուն, որտեղ դա այդ Օսմանյան կայսրության, հետո թուրքական հանրապետության գլխին կախված սուր է եւ ինչ է պետք անել, բերել մի տականքի, որը կփակել հայկական պետությունը, չկա հայկական պետություն, չկա հայկական հարց։ Նույնիսկ Ալիևը արդեն չի հանդուրժում Նիկոլ Փաշինյանի ստերը։ Հարգելի ընկերներ, փետրվարի 15-ը ինքը պետք է տեղեկատվական առումով ցունամի առաջացներ Հայաստանում, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով դա տեղի չունեցավ, ինչու ենք ասում ցունամի պետք է առաջացներ։ Ասեմ ինչու տեղի չունեցավ, որտեղ Հայաստանում չկա լրագրություն։ Հայաստանում չկա լրագրություն, Հայաստանում լրագրությունը միկրոֆոն բռնելով եւ հարց տալով։ Եվ հիմնական մեդիաները ծառայում են ներին սատանային, որի ներկայացուցիչը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է, իր մերձավորներով։ Թող մեկը ասի, որ այդպես չի։ Իմ համար դա քննարկման հարց չի եւ բարձում է ոչ միայն իմ համար, եւ ես ցույց եմ տալու։ Իսկ ընկերոջը ես չեմ ճանաչում Բենյամին Մաթեոսյան, խնդրեմ ճանաչեք, կարող է լավ գործ անում, ես առաջ անգամ իրան տեսնում, հետևեք նաեւ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային հանրության աչքերի առաջ ավելի կոնկրետ Մյունխենի անվտանգության գագաթնաժողովում ասաց, որ ընկերներ ոչ մի խաղաղության խաչմերուկ գոյություն չունի, գոյություն ունի թրիփ, որը Ադրբեջանի ընկալմամբ Զանգեզուրի միջանցք է եւ Զանգեզուրի միջանցք անցնելու Հայաստանի Հանրապետության տարածքով ձեր թրիփն էլ, ձեր խաղաղության խաչմերուկն էլ գնացեք Բայդենից ստացեք։ Նիկոլ Փաշինյանի կեղծիքը ոչնչացվեց միջազգային հանրության աչքերի առջև, նույն միջազգային հանրության աչքերի առջև, որոնք աչք են փակում օրինակ նրա վրա, որ նույն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացրել է Հայաստանի Հանրապետության տարածքների ավելի քան 200 քառակուսի կիլոմետր, որ Ադրբեջանը շարունակում է ֆինանսավորել Արևմտյան Ադրբեջան նախագիծը։ Ո՞ց եմ ասում, Նիկոլը այն տարածքում է, որտեղ միջազգային օրենք եւ միջազգային իրավունք արհամարվում, ասեմ ավելին, սանկցիաներ է կիրառվում այդ դատարանի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ը մեռել են։ Չէ, նման բան չկա։ Դրան էլ ենք անդրադառնալու եւ տեսնել ենք Հայաստանը որտեղ է հայտնվել։ Սա շատ վտանգավոր փուլ է հիմա։ Տեսեք, սա կարող է հանգեցնել նրան ու կհանգեցնի նրան, եթե ոչ արդեն հանգեցրել է նրան, որ Հայաստանում մարդիկ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու են ընդդեմ իշխանությունների լռության, ընդդեմ Արևմտյան Ադրբեջան նախագծի ու ակնհայտ է, որ քաղաքացիների զգալի հատվածը աջակցություն է հայտնելու այդ թեզին, որովհետև շատերը հասկանում են, որ ադրբեջանցիները գալու են Հայաստան ոչ թե ապրելու հայերի հետ հարևանությամբ, այլ ինչպես եղավ Արցախում, գալու են ապրել հայերի փոխարեն։ Խնդրեմ, ես էլ Ալիևի խոսքեր եմ։ Հայաստանի ղեկավարությունը եւ ժողովուրդը պիտի իրենց գլուխը մտցնեն, որ մենք հասել ենք մեր ուզածին, հասնում ենք եւ հասնելու ենք։ Լավ կլինի, որ այդ հարցը լուծվի բանակցություններով։ Ես ասել էի ամսաթիվ ասեք, երբ կազատեք հողերը եւ մենք կանք կառնենք։ Այսօր ասում եմ նույնը, ամսաթիվ ասեք, թե երբ կբացեք Զանգեզուրի միջանցքը եւ ոչ մի խնդիր չի լինի։ Եթե ռևանշիզմի ինչ որ նշաններ լինեն, տեղում հարցերը կլուծենք։ Հասկացանք մենք որ կարգավիճակում ենք։ Սա մենակ նրա համար, որ մենք զիջել ենք բարոյական հարթությունում, այո, հենց բարոյական հարթությունում,
ու հանդուրժում ենք Փաշինյան Նիկոլ ու ամենակարևորը բոլոր նրանց ովքեր աջակցում են Փաշինյան Նիկոլին բոլոր նրանց ովքեր աջակցում են Փաշինյան Նիկոլին դրանց հանդուրժել է մեկ կողմից բարոյական անկումը որը բերել է այս վիճակին որտեղ սև ու սպիտակ ոչխարների հոտի առաջնորդը մեզ ասում է դուք մեզ օրուժամ ասեք ես քեզ կասեմ օրուժամ Իլհամ բայց դա օրուժամա լինելու ուրիշ բանի համար երբ որ դու թակում փախնելու ես Բաքվից ես այդ օրը քեզ կարող եմ ասել ու ծոծորակդ կտեսնես դու Հայաստան չես տեսնելու Հայաստանը Փաշինյան Նիկոլը չի դու չմոռանաս որ դու ողորմելիդ հասկանում ես որ քո հաշտությունը պետք է լինի հայ ժողովրդի հետ իսկ հայ ժողովուրդը քեզ իր խոսքը մի անգամ 90-ականներին է ասել մի անգամ ասել է 44 օր ամեն օր դու տեսել ես երեխեք ինչ են արել քո յաշման քո վարսկաններին քո զորքին ինչ օրն են գցել դու էդի տեսել ես դու շատ լավ գիտես ու կյանքում չմոռանաս որ առյուծը շակալ չի դառնում այսինքն հայը թուրք չի դառնում թուրք ծնվում են Նիկոլի նման այն էլ հեյնել գիտեր որ իր բերածը թուրք է ասում էր մեկից ասում էր մի արժանավոր մարդ չկա ես անասունն եք ուզում ձեր ծնտրեք ուրեմն հիշի Իլհամ օրուժամ քեզ ասելու ենք բայց քո փախնելու վերաբերյալ դու ծոծորակդ կտեսնես դու Հայաստան չես տեսել լսեցի չմտածես Նիկոլը հավերժա 3.5 ամիս է մնացել Նիկոլը 3.5 ամիս նույնիսկ ասում այս խոսքերի պատճառը սրա հզորությունը չի մեր բարոյական անկումն է որ մենք հանդուրժում ենք Նիկոլի աջակիցներին ու Նիկոլին կտրեք Նիկոլի աջակիցների թևերը այսինքն 8 բանա կմնա Նիկոլը անթև կտրեք Նիկոլի աջակիցների լեզուն եւ Նիկոլը կմնա առանց խոսքի ես փոխաբերական իմաստով եմ ասում նաեւ ցանկացած մեկ որ դրա աջակիցն ու քալոզիչն է ինքը թշնամի է հայկական պետականության հայկական ինքնության Հայաստանի գոյության հայ մարդու կյանքի ամենամեծ սպառնալիքն է կուզեք ես խոսքերս գրանցեք որպես սպառնալիք չգիտեմ հերթական քրեական գործը հարուցեք ես թքած ունեմ ամենաբարձր ծառից այդ ամեն ինչի վրա ես ո պետություն չեմ ունենալու ինչի՞ սա պետք է քրեական գործերը ասենք հաջորդը սա Վաշինգտոնում է տենում եք ես ոստիկան տենում եք թիկունքում կանգնած է Ալիևի թիկնապահն Էմա շանակություն ունեք Նա ադրբեջանցի է բողոքում Ալիևի դեմ Վաշինգտոնում ադրբեջանցի բողոքում Ալիևի դեմ ասում սա ռազմական հանցագործած հա հանցագործ է Սա Վաշինգտոնում է Վաշինգտոնում ամեն մի խաչմերուկի վրա ոստիկանը կանգնած Ունդեղ է ոստիկանը հարց ուրա Սա նույն բանն եղել է էլի Թրամփի ժամանակ երբ որ Էրդողանի ախրանաներ ծեծում հայերին նայ նույն բանն է Սա նրանց համար ովքեր Թրամփի նման ինչ ասեմ դրա նման մեկի վրա հույս են դրել որ դա հայերի պաշտպանն է դեմոկրատիայի պաշտպանն է քրիստոնյաների պաշտպանն է ավելի մեծ լկտի սուտ կարող ասել մեկ էլ Փաշինյան Նիկոլը զգացիք ոստիկան ունդեղ էր անհետացավ ինչի ասվածա թողեք Թուրքերը Վաշինգտոնում ինչ ուզենան կարող անեն սա լինելու է Հայաստանում մեզ պարզ ասում են եղել է բան որ Ալիևն ասի չլինի ինքը որ հայտարարում է ինքն արդեն Նիկոլի հետ պայմանավորվել է ինքն արդեն գծել է այդ process-ը ոնց պետք է լինի իրան արդեն գարանտիաները տվել են դրա համար հիմա ես էլ ասում եմ մեզ մնացել է մի շանս կդրել դրանց լեզուն ու թևերը
ցանկացած մեկը, որ Նիկոլի Արգեկից ռոպագանդիստ է, ինքը պետք է վախենա փողոցով քայլելուց։ Ինքը պետք է վախենա պատիեզ, մութ պատիեզ մտնելուց, ինքը պետք է հարևաններից փախնի, իր բարեկամներից փախնի, որովհետև տեսնելու պարագայում պիտի թքեն բոլորը դրանց երեսին։ Չի լինելու ուրիշ տարբերակ, ժողովուրդ։ Չի լինելու, եթե մեկը մտածում է, որ սրանց հետ կարելի է ապրել, ինքը կամ անմեղ սունակը կամ ինքն էլ է թուրք։ Ուրիշ բացատրություն դրան չկա։ Ինքը կամ հոգեկան հիվանդանոց կլինիկական վիճակ է իրան, որ պետք է տեղափոխել հոգեկան հիվանդների բաժին, ասկին չի տեսնում։ Շիզոֆրենիկ է, չի տեսնում իրականություն։ Կամ ինքն էլ է թուրք։ Եվ հույս ունի, որ իր թուրք լինել իրան փրկելու է։ Բնական չէ։ Ասա չէ։ Սրանք Սուրբ Կարեն Արայանն ուղարկեց, ես անպայման ուզում ցույց տամ։ Նայ լսեք։ Присоединяйтесь к движению Возрождения, и вместе мы покончим с этой унизительной и антиармянской реальностью. Другого пути нет. Оставайтесь, будьте благословенны высокой любовью и мудростью. Թուրքերն անդրադարձել են այս կոչին։ Արցը կոչի չի, տեսնենք թուրքերն ինչից են վախենում։ Լսեք։ То есть он призывает своих соотечественников присоединиться к его движению, вы видели его движение, да, военизированное, и действовать более обдуманно, не эмоционально, то есть не найти где-то там зарезать и прирезать этих людей, а действовать так, чтобы сменить власть, то есть он призывает к смене власти, да, и потом уже, значит, сделать так, чтобы азербайджанцы вообще не могли въезжать в Армению. Вот такое тоже есть. Я думаю, что правоохранительные органы Армении, если они обеспокоены вот такими вот образами, да, фигурами, должны принять какие-то более конкретные меры в отношении вот таких вот людей. Делайте выводы, и я думаю, что место таким людям за решеткой. Это националисты, радикалы, террористы, которые свободно действуют в демократической Армении. Демократической Армении. Ну, я беру это слово в кавычки. Հասկացաք։ Փաստորեն ցանկացած մեկը, ով, դուսեք ինչ ասում, ով Հայաստանի ամբողջականության արժանապատվության կողմնակից է, տերորիստ է, եւ թուրքերը կոչ են անում Հայաստանի ղեկավարությանը ձերբակալել, որտեղ իրանց կարծիքով այս մարդկանց տեղը բանում է, ճաղերը հետևում է, այսինքն իրանք ռևանշիստ են։ Հիմա լսեք ցանց ինչ եմ ասում ես, Կարեն Արայանն ասել է իր փայով, լավ արել ասել է։ Ուրեմն լսեք հիմա ինչ եմ ասում ես, վաղես ձայնագրությունը կարող դնեք ձեզ մոտ, հա, ու մի հատ էլ դիմում ասեք, որ մի հատ էլ ինձ իմ նկատմամբ միջոցներ ձեր արմի։ Չէ՞ ուշա։ Ինչ վերա։ Լսեք ինչ եմ ասում։ Կարեն Արայանը մենակ չի։ Այս հարցում Հայաստանի 90% իր կողքի կանգնած է։ Եվ ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում, ինչքան շնչող արտաշնչող հայ կա, հայ, դուք գիտեք ինչքան է, դա մի քանի տասնյակ միլիոն են, Կարեն Արայանի այս մտքի հետ համաձայն են ու կանգնած են իր կողքը։ Դուք ոչ մի շանս չունեք գտեք այն զանգվածը, որով դուք կարող եք գրավել Հայաստանը։ Դուք մաքսիմում ունենաք Նիկոլ Փաշինյան, որը գիտեք, դրա կորցնելուց հետո շրջվելու է, թերթելու ենք Ադրբեջանի վերջին էջը։ Հասկացաք։ Հիմա ես էլ կարող եք թարգմանել, դնեք ձեր էջում։ Ռևանշիստ, դուք ռևանշիստ չեք տեսել։ Դուք չեք տեսել ռևանշիստ։ Եղավ այն հանգամանքը, որ Հայաստանի դատախազություն կլինի, ծածծը կլինի, չգիտեմ, ԱԱՑ-ը ինչ որ է, Փաշինյան Նիկոլ կլինի։ Եվ ծառայում են ձեզ, դա այն շերտն է, որ վաղը ավլել են թափեն ջուրը չէ, կանալիզացիան։ Դուք չեք կարող այդ շերտի վրա հիմնվելով գրավել Հայաստանը ու ասել ով հակառակն է մտածում, ուրեմն տերորիստ է, ռևանշիստ է։ Առհա ձեր բախտից։ Ես ասում եմ, ինձ էլ կարակ ավելացնեք այդ ցուցակի կողքը, ինչ ասել է Կարեն Արայանը, ես համաձայն եմ իր հետ։ Ու իմ հետ 100 հազարավորները։ Լսեցիք հիմա թուրքեր։ Ազերի չէ, թուրքեր, լսեցիք։ Լկտիությունը հասել է նրան,
որ արդեն հայ ճակերտավոր իրավապահների ձեռքով ուզում են ձերբակալել նրան, որ Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունից է խոսում։ Հասկանում եք ուր ենք հասել։ Դուք հասկանում եք այ ուժայիններ չասեմ, այ ենիչերիներ, այ թուրքի ծնունդներ, դուք հասկանում եք դուք ուր եք հասել Հայաստանը, որ թուրքը ձեր վրա հույս է դրել, որ ձեր ձեռքով Հայաստանը պետք է հանձնեք իրանց։ Ոչ թե Հայաստանի միայն ձեր երեխեքին, ձեր կանանց սկուտերի վրա պետք է հանձնեք իրանց, ու որ հանկարծ վաղ ասեք, չէ, ձեզ էլ են ասելու, որ դուք ռևանշիստ եք, ոնց թե չէ, ինչը նշանակում չէ, էսի մեր տարածքն արա, դու էլ մեր ճորտն ես, ինչը նշանակում չէ, ով ես դու, որ կարծիք ունենաս, վաղը սա ձեզ են ասելու։ Հասկանում եք, եթե իրանք Վաշինգտոնում կարան այդ ամեն ինչը անեն, մարդ ծեծեն անպատիժ, հասկանում եք, նշանակում, հասկանում եք Հայաստանում ինչ կարան անեն, ընդ որում երկուսն էլ, Էրդողանն էլ Ալիևն են, նույնն են, եթե իրանք կարան սա անեն Վաշինգտոնում, Հայաստանում ինչ չեն կարող անել, բայց իրանք հիմա Հայաստանում հույս ունեն ձեր ձեռով անել, ձեր, լսում եք այն, որ համազգեստ եք հագնում գնում եք գործի, լսում եք այն, որ ձեզ դրել եք իրավապահի տեղ, այն, որ Հայաստանի փողերը ստանում եք, որ այս լակոտ լուկուտները մեզ հաթաթատան մեր երկրում, հասկացաք, պատրաստեք ձեզ ձեր երեխեքի հետ միասին, այսպես հանձնելու եք իրանց, դուք եք սա թույլ տվել, ոչ թե Կարենը կամ ես։ Էստոնի վրա էլ այս թուրքի ծնունդը Պետրոս Ղազարյանի կինը։ Հայ ուսանողները Թուրքիայում կրթություն կստանան։ Բա հնարավորություն կա գնալ թուրքական փողերով։ Թուրքիան սոված մեռնում է, ինֆլյացիան հասել է 57% եւ ավայլ, օրական իջնում է։ Բայց Հայաստանը կործանելու համար ինքը ոչ մի միջոց չի խնայել։ Ինչքան պետք է ուսանող հովանավորեն, տանեն, լավագույն հյուրանոցներում կպահեն, լավագույն կրթաթոշակով մենակ Հայաստանը քանդեն։ Ինչ փողեր է պետք, դրա համար պատրաստ են ծախսել, նույնիսկ եթե երկիրը կոլապսի եզրին է կանգնած։ Պատկերացնում եք Հայաստանը քանդելու սրանց վճռականությունը։ Ինչ արժի Հայաստանը, որ ոչ մի միջոց չի խնայվում դրա համար։ Ու սա անում են այս թուրքի ծնունդների ձեռքով։ Հիմա այս Ժաննա Ալեքսանյանին տեսնող չկա փողոցներում։ Այս Ժաննա Ալեքսանյանն եմ ասում ամեն անգամ։ Մի խոսքով սրան լավ։ Անդրեասյանին կամ սրա մարդուն են այն խոզին տեսնող չկա համեկում կամ փողոցը հարևան բարեկամ չունի, սրանք ոնց են հանգիստ ապրում, սրանք ոնց են հանգիստ մտնում խանութ դուրս գալի, սրանք ոնց են հանգիստ ապրում հայկական միջավայրում։ Եթե այդ միջավայրը հայկական է, հիմա եթե ես պետք է ասեմ, ոնց ոչ մեկ չի վախենում իր երեխու համար։ Իր երեխեքի երեխու սա պարզ ասում են ինչ են անելու։ Ռուբեն Վարդանյանի դատապարտումից եւ ադրբեջանական բենզինի ներմուծումից հետո Երևանի սրճարաններից մեկում հայտնվեց ճաշացուցակ հարևան երկրի լեզվով՝ ադրբեջաներեն։ Խոսքը Crumbs Bread Factory սրճարանի մասին է։ Այցելուները նկատել են, որ ճաշացանկի պատվիրման կայքն այժմ առաջարկում է ադրբեջաներեն ընտրելու հնարավորություն։ Դեռևս պարզ չէ, թե ինչպես է նման հնարավորություն հայտնվել երևանյան սրճարանում։ Ռուբեն Վարդանյանի դատապարտումից Ես հարց եմ տալի, այդ բանից օգտվող կա թե չկա։ Ինչի՞ է միջև մասը աշխատում։ Ինչի՞ միջև հիմա դեմ պիկետներ չեր, ինչի՞ սա միջև խայտարակալված չի։ Ինչի՞ է վատագույն կոմենտները սրանց կայքում գրված չի։ Ինչի՞։ Բա գիտեք երկիրը գրավելը ո՞նց է լինում։ Բա գիտեք հողը ծախելը ո՞նց է լինում նաև անտարբերությամբ։ Ասում եմ դժոխքի ամենավատ, ամենաթեժ անկյունները անտարբեր մարդկանց համար ապահված։ Սա ես չեմ ասել։ Սա Դանթեն ասել է դեռ մի 1000 տարի առաջ։ Իր աստվածային կատակերգության մեջ։ Ոնց կարող է սենց բան լինի Երևանում։ Հայկական միջավայրում, լսեք, մեկ պետք է հասկանանք, կամ մեր միջավայրը արդեն հայկական չի։ Կամ սա թյուրիմացությունն է, որ պետք է վերանա։
Հայաստանում երիտասարդ չի մնացել, մի քանի պաստառով գնալ կանգնել դրանց դեմը, խայտարականներ, չթողել ոչ մի այցելու մտնել դուրս գալ այնտեղ։ Ինչ պարտադեպ ապրիլի 24-ը լի հազարավոր դրոշ վառենք, որ ասենք, այդ օրը հիշեցինք, հենց հիմա ցեղասպանությունն է, հենց հիմա, բա դաշնակն է ձեր երիտասարդ կառույցներով ուր եք։ Հրաման չկա, զանգ չկա Մոսկվայից, ես եմ ասում ձեզ։ Մոսկվան ձեզ անտերության է մատնել արդեն, չեք զգում, դուք էլ ոչ մեկի պետք չեք։ Եթե դուք դրան եք սպասում, դուք կարաք մի անգամ ինքնուրույն ազգանապահ գործ առնեք, անեք, թուրքական դրոշ վառելի փոխանեն, հետո թուրքական մենյու վառեք արա։ Թե դրոշը ասենք անմեղ բան է, հանգիստ կարաս պատասխանես, վառես ոչ մի պատասխանատվություն չկա։ Մի մեծ բան չէ, ինչ անպաշտպան դրոշ վառելու մեջ ինչ մի մեծ հերոսություն կա։ Հենց հիմա է գործ պետք անել, հենց հիմա։ Ռուբեն Վարդանյանի դատավճիռը հակամարտության խորհրդանշական ավարտն էր։ Դա գիտեք ինչ է։ Խորհրդանշական ավարտը գիտեք որն է։ Որ մենք բոլորս ճաղերը հետևում ենք արդեն։ Սա այսպես է լինում իրանց պատկերացումով հակամարտության ավարտը։ Դեռ դուք չկաք, դուք բոլորդ ճաղերը հետևում եք։ Շատ խորհրդանշական է։ Շատ։ Այսեք մենք ուզում, սրա համար ենք մենք ապրել տարիներ, հա, սրա համար ենք կռվել, այսքան մարդ սրա համար է կյանքը տվել։ Սենց ենք մենք դասիրակի մեր երեխեքին։ Այս է եղել մեր պատմական ժառանգությունը, որպես մարդ, որպես քաղաքացի, չգիտեմ, որպես դասատու, ոնց, չգիտեմ, ոնց ասենք, այսօրվա համար, եթե մի քիչ մտածող մարդ կա, մի քիչ մտածող մարդ ու գետինը չի մտնում, նշանակում է կամ ինքը մտածող չի։ Այն մյուս բառը չեմ ուզում ասել, եթե դա ինչի։ Որովհետև եթե մեկը մի քիչ մտածող է, անպայման պատասխանատվության զգացում ունենա իր մեջ, իր շրջապատի, իր հետ շփվող երիտասարդների, մարդկանց, չգիտեմ, հանդիսատեսա, ինչ ուզում լինի, սա է մտածելու հետևանքը սա պիտի լինի։ Եթե մարդը իրոք ինքը իր մտածող է համարում, մտածող լինես ու դու ոչ մի պատասխանատվություն չունենաս այս ամենի նկատմամբ, ու հանգիստ նստես տունը նայես վերջ ինչ է լինելու, չէ եղբայր, դու մտածող չես։ Դու ընդամենը պատահական աճած բույս ես, որ ընդամենը շատ պատահական ընկելա պարարտ տեղ ուղղակի աճելա։ Որտեղ մարդ առանց պատասխանատվության զգացում սեփական ճակատագրի, շրջապատի, միջավայրի նկատմամբ, եթե չունի մարդը, նա բույս է, ուղղակի պատահական այդ սերմը պարարտ տեղ է ընկել, էլի։ Արևը լավն է եղել, ջուրը լավն է եղել, հողը լավն է, բայց աճելա։ Ալումա չէ որ սերմը գնում վատ աճում կամ ընդհանրապես չորանում է։ Հիմա այդ լավ աճածները պատահական աճած բույս են, որովհետև պատասխանատվություն ունեցող մարդը գետինը կմտներ հիմա այս իրավիճակի համար, կասել, արա ես ո՞դեր եմ թերացել։ Ոնց թե։ Էս իմ ավարտն էր, հա, փաստորեն։ Էս ամեն ինչի ավարտն էր։ Նշանակում է, ասկեն իմ ավարտն էլ է էս, ասկեն Հայաստանն է սպասում նույն բանը։ Կամ այդ Ռուբեն Վարդանյանը ինչ մի տենց սիմվոլ էր, որ իրան դատելով ավարտվեց, ինքն էր պատերազմը սկսել, ինքն էր հակամարտությունը սկսել։ Չէ, ուղղակի Ռուբեն Վարդանյանին դատելով եւ ընդհանրապես բոլոր հայերին դատելով դատում են մեզ, մեր պետականությունը, մեզ, մեր ինքնությունը։ Դրանք Ավստրիա։ Կարծես թե մենք էլ նույն վիճակում ենք, երբ որ մենք պետականություն չունենք եւ մեր պետական հարցերով զբաղվում է եկեղեցին։ Ոնց որ տենի նույն վիճակն է, ինչ որ ունեցել ենք հազարամյակներ։ Եվ այսպես Ավստրիայում կայացած ժողովը եպիսկոպոսած հայտարարությունն է տարածել, շատ բովանդակալից, շատ դիպուկ, շատ գրագետ։ Եվ հետաքրքիրն է, որ ես որ կարդացի մասնակիցների, ստորագրածների անունները, երկրորդ տողով գտա Տեր Հովնան arczepiskopos Դեհտերյանի անունը, որը սատարում է փաստորեն կաթողիկոսին, որը կոչ է անում Փաշինյան Նիկոլին վերադառնալ սահմանադրական դաշտ, դադարեցնել հալածանքը եկեղեցու նկատմամբ, ազատ արձակել ձերբակալված
եպիսկոպոսներին, քահանաներին, կոչ անում տիրադավերին վերընկնել իրանց տեղերը եւ այլն եւ այլն։ Հետաքրքիր է, որ գրած էր 8 հոգին, այսինքն 10 հոգուց 8-ն է։ Ես միշտ ասել եմ, չէ՞ դա 10 հոգի չկա։ 8 տիրադավերին կոչ են անում վերընկնել իրանց տեղը։ Տեսնենք սրանից հետո Նիկոլը ոնց է իրան պատեպատ տալու։ Չի կարողանալ քանդել եկեղեցին։ Ինքը մի օրվա մեջ չի ստեղծվել, որ մի օրվա մեջ դա քանդվի։ Այն էլ Նիկոլի նման մի հատ մեկը, որ ասում տանել իրան չեն ճանաչում։ Տանը, մարդը տանը հարգանք չունենա։ Տանը իր ընտանիքում ինքը հարգանք չունենա, ինքը ոնց կարող է իր հեղինակությունով ինչ որ մի բան կարող անել։ Այսօր ինչ էլ որ արվում է, սա արվում է փողի դիմաց։ Սա արվում է բացառապես վարսկանների, տականքների, այսինքն չգիտեմ, այն մարդկանց ձեռքով, որոնք ապրելու մարդկային առումով իրավունք չունեն։ Հասկանու՞մ եք։ Իրավունք չունեն, մարդկային առումով եմ ասում, էլի։ Արվում է բացառապես փողի դիմաց ու այդ կարգի մարդկանց ձեռքով։ Դուք չեք կարող գտնել այդ ամբողջ այդ դավաճանաշերտի մեջ մի մարդ, որը բարոյական սկզբունքներ ունի։ Որովհետև այն ինչ որ կատարվում է, ես միշտ ասել եմ, սա կատարվում է բարոյական սկզբունքներից այս կողմ կամ այն կողմ։ Ստեղ չկա ուրիշ հարց։ Չկա։ Այս մասին ասում է նաև Արամ Աբրահամյանը, ուզում եմ իրանը լսենք։ Ամենավատ բանը, որը հիմա տեղի է ունենում, հասարակության սարսափելի պառակտումն է։ Հասարակության երկու մասերի միջև անդունդ է առաջացել, եւ դա շարունակվող process է, անդառնալի process է, որը հետևանքներ կունենա տասնամյակներով։ Փաշինյանը միշտ էր դրա վրա աշխատում, 18 թվականից սկսած, ներկա, նախկին, սև սպիտակ եւ այլն, բայց այն, ինչ որ նա անում է եկեղեցու հետ, դա անպատկառության եւ անօրինականության բարձրակետն է։ Նա ասում է, ես եմ որոշում, ով պետք է լինի կաթողիկոսը, ես եմ որոշում պատարագը ինչպիսին պիտի լինի, ինչ դրոշներ պետք է կախել, ինչ երաժշտություն պետք է հնչեցնել, ում կարելի է կարգալույծ անել, ում չանել, դա կրկնեմ անպատկառություն է եւ անօրինականություն։ Եվ այստեղ արդեն ջրբաժանը ոչ թե նախքին ներկա, իշխանություն ընդդիմություն, հավատացյալ ոչ հավատացյալ կամ ռուսամետ եվրոպամետ, չէ, ջրբաժանը անցնում է հետեւյալ ձևով. պարկեշտ եւ անպարկեշտ մարդիկ։ Պարկեշտ մարդիկ պետք է բոլորը, եթե նույնիսկ ատում են Գարիգին Բ կաթողիկոսին, նրանք պետք է դրա դեմ դուրս գան։ Եվ հիմա պատկերացրեք, որ Փաշինյանը էլ չկա։ Մի տարուց, 20 տարուց, թե 10 տարուց նա այլևս չկա։ Ես միևնույն է, չեմ կարողանա փողոցում բարևեմ այն մարդկանց, որոնք հիմա աշխատում են Փաշինյանի մոտ, եւ այն մարդկանց, որոնք այդ անօրինականությունն ու անպատկառությունը պաշտպանում են։ Նրանք էլ երևի չեն կարողանա իմ հետ բարևեն, եւ դա, կրկնեմ, տևելու է տասնամյակներ։ Այո։ Սա ջրբաժան է, այստեղ չկա ինչ որ մետ։ Ստե կամ դու պարկեշտ մարդ ես, կամ ես ամ բարոյական եմ ասում, կամ դու բարոյական ես, կամ դու անբարոյական ես, դե ուրիշ բան չկա քննադատելու է, քննարկելու։ Ես ոչ մեկի քաղաքական նախասիրությունների, սեռական նախասիրությունների, ընդհանրապես կրոնական բան, ոչ մի քննարկելիք տալու առնելիք չունեմ։ Իմ հարցը ամբողջը բարոյական հարցում է, որտեղ այն ինչ որ կատարվում է, դա է բարոյական հարցությունում։ Այս ամեն ինչ որ մեզ աստվում է, մենք քաշում ենք, սա մեր բարոյական հետընթացի արդյունքում է։ Որովհետև որ պարտվում է բարոյականությունը, այնտեղ կոլապս է, այնտեղ քաոս է։ Մենք կարողանալու ենք վերականգնել սա, թե չէ։ Մեր ձեռքում է։ Ազնիվ խոսք, սա մեր ձեռքում է, սա Վաշինգտոնում չի լուծվելու, սա Բրյուսելում չի լուծվելու, սա Մոսկվայում չի լուծվելու, սա լուծվելու է ամեն մարդու տանը, հենց տանը, երեխայի հետ, կնոջ հետ, ամուսնու հետ, ծնողների հետ զրույցներում եւ որոշում կայացնելու։ Որոշում պետք է կայացի ամեն մարդ, այ ինքը ով է, ինքը բարոյական մարդ է, թե ով է ինքը, թե պատահական անցորդ է այս կյանքում, թե բույս է, ինքը ընդհանրապես ոչ մի բանի հետ կապ չունի եւ իրենք կարող են անել այն, ինչ որ ասենք ցանկացած մեկի մտքով անցնում է։ Սա ամեն մեկի տանը պետք է անհատական մակարդակով որոշվի։ Անհատական, սա կուսակցական չի, սա շարժումներով չի, դու ում կողմից է սրա նրա,
Բացարձակապես չեք նկատել, որ ընդհանրապես այս հարթակում ոչ մի կուսակցության մասին չի խոսվում։ Ոչ մի կուսակցության, ոչ մի այդ կարգի խոսակցություն չկա։ Բոլորը, ինչ որ մենք խոսում ենք, սա բարոյական հարթությունն է, պատմական ճշմարտությունների եւ ընդհանրապես տիեզերական ճշմարտությունների մասին է։ Մենք կամ այդ չափանիշներով ենք ապրում, կամ դրանից դուրս ու գալիս ենք այս վիճակին։ Այս վիճակին գալը հենց նա բանա պատճառն է, որ մենք դուրս ենք եկել։ Ես ուրախ եմ, որ Աբրահամյանը իր մասով նույն բանի ասում, թեկուզ թո պարկեշտության դա ձևակերպի, ստեղախնդիր է։ Այո, տասնամյակներ ես չեմ կարողանալու այդ մարդկանց տեսնել։ Չէ որ տեսնեմ ասելիքս ասելու եմ, բայց չի։ Բայց պրծա, նրանք իմանում փագած թաղած թեմաներ են։ Որտեղ ես կարող եմ մի անգամ թույլ տալ, խաբել, դավաճանել, դա համարելով այո չարաշահել են ին կամ մեր վստահությունը, բարությունը, ինչ մի դժվար բան է, որ մեկի բարությունը չարաշահելը, բայց ընդհանրապես դա կարող լինի մեկ անգամ։ Երկու օր առաջ չէ, ասացինք, մենք խոսացինք երեք երևի, որ քրական գործը ալուցվել Օսիպովի վրա, Օսիպովի։ Այս են Օսիպովն է, որ փողոց մաքրող էր աշխատում Սերժիկի մոտ, ավելի շուտ Սերժիկի մոտ էլ չէ, հա, Սերժի ոստիկանապետի մոտ։ Փողոց մաքրող, հա, դա կլինեն ցուցարարներից մաքրող, դա կլինեն զինվոր ծնողած զուրկ, չեն ներողություն, երեխա կորցրած զինվորի մայրերից, հա, փողոց էր մաքրում ինքը։ Ու ոնց կարող էր մաքրում, մեկին ջցալով, մեկին մազերից քաշելով, փողոց մաքրողն է սա, Վովայի, Սերժիկի Վովայի փողոց մաքրողն է, որը դարձավ հեղափոխությունից հետո ճակերտավոր հեղափոխականների սրտի ոստիկանապետ։ Ես հիմա դրանց աշկերիներն եմ ուզում նայեմ, որ ասում են մեծ սրտի ոստիկանապետը։ Ես այդ մարդկանց աշկերի մեջ եմ ուզում նայեմ, դրանք գետինը մտնում են իրենց պահվածքի համար, թե չէ։ Ինչ որ է։ Հիմա սպառնում ասма չհասկացանք։ Ոնց է մարտի 1-ի առումը բես գործեք բացել։ Սա կասեն պայմանավորվածության մասին։ Սերժիկը ոնց Նիկոլին բերեց։ Ամեն ինչ կանեն, որովհետև այդ ժամանակ ինքն է դա էլի ինքը փողոցային ոստիկան էր, չէ՞։ Փողոց մաքրող էր, ինքն էր կառավարում, կուրատորը ինքն էր։ Փաշինյան Նիկոլը սան էր փաթաթվում, հիշում եք այդ կադրը։ Փաթաթվում էր սրա տեղակալին այն բանը, որ թղթի կտորը փոխանցեց։ Սա պայմանավորվածությունները ինքն է եղել փողոցում, սա կպոտնեն ոնց է։ Հիմա տեսնեք ինչ են անելու սրա։ Նավիչոկին է բարև տալու, Արմեն Գրիգորյանի նման սպանեն։ Հիշում եք, չէ՞ Արմեն Գրիգորյանի ռեժիսոր։ Դատարանում Դուստաստերում մարեց հանգեց։ Հիմա տեսնենք Օսիպովի ճակատագիրը ոնց է լինելու։ Արմեն Գրիգորյանի նման, թե ամեն դեպքում ինքը խոսա իրան փրկելու համար։ Օսիպով, լսի ինչ եմ ասում քեզ։ Դու պիտի խոսաս, ուզում ես փրկվես։ Դու պիտի պատմես քո ձեռով Սերժիկը ոնց նրան բերեց վարչապետ կարգեց։ Դու պիտի ամեն ինչ պատմես, այդ փողոցներում ոնց եք դու շփվում, ինչ է սա կողմից փոխանցում Սերժիկին, կամ Վովային, ոնց դու թույլ տվեցի սա փողոց փագեց, Ֆրանսիայի հրապարակում 2-3 հոգով կարողացան վրաններ խփեն, քեզ ով էր ասես սրան ձեռ չտաս, ընդհանրապես, ով ասես զանգեց, ասես հանգարց չխանգարես թող գնա մտի ռադիոտուն, սա պիտի պատմես, Օսիպով, քո փրկությունը քո խոսալու մեջ է։ Այ քո խոսալու հետո սրանք քեզ բան չեն կարող անեն։ Հիմա ամենախոսելի վիճակում ես դու, երբ որ ասել ես կասեմ, ու դեռ չես ասել։ Կամ ընդհանրապես այդ մասին պետք է լուրում ես, բայց արդեն որ դու ասել ես, քո փրկությունը խոսալու մեջ է։ Եվ հիմա թող քեզ հասցնեն։ Եթե ավազահատիկի չափ ուղեղ ունես, դու պետք է պատմես սա։ Քեզ սրանք թուրն են տալու, արա։ Մեկը քեզ սրանք թուրն են տալու, որոշումը կայացված է, քո փրկությունը լինելա քո խոսալու մեջ, որ հետո գոնե հունիսի 8-ից հետո դու ամնիստիայի հնարավորություն ունենաս մեծ ծառայած լինելու համար, քո ինֆորմացիայով։ Խոսա, ասա։ Խնդրում եմ անպայման փոխանցեք օֆիսին։ Չինա մտանիքի միջոցով է, ինչով է, փոխանցեք, փաստաբանի միջոցով է, փոխանցեք, թող խոսա։ Իր փրկությունը խոսալու մեջ է։ Բա դու գիտեք ինչ, ներին ծառայելը տենց բան անցնում, հա, աննկատ անցնում, անհետևանքներ, չէ՞ արա։ Չէ, այդպես բան չի լինում։ Վաղը մյուսով սաղը հայտնվելու եք բոլորը ով ծառայել է Փաշինյան Նիկոլին,
հայտնվել է Օսիպովի ճակատագիրին, կարգավիճակում։ Գիտեք ինչի։ Այս կարգի տականքները չեն սիրում ոչ մեկին պարտ մնալ։ Ոչ մի ինֆորմացիա կրող, ինչպես Գրիշին ո՞նց սպանեցին Երևանի ախրանիկին։ Ինքը վկաներ այդ բանակցությունների։ Համայ Ալիևի ախրանիկը ով վկա էր պատահական Գրիշի նման մահացավ։ Եվ Գրիշը։ Հիմա ես եմ ասում, բոլորդ ով ինֆորմացիա կրող եք, դուք բոլորդ արժանանում եք այդ ճակատագրին։ Ձեզ կփրկի ձեր ուսավը։ Գրզոյին նույնպես, չնայած գրզոյին դժվար է պատկերացնել, սա ոնց է հնարավոր փրկել։ Բայց ամեն դեպքում 14 միլիոն նոր պայմանագիր մեկ անձից։ Всё։ Գրզոյ, բան չի չէ, ախպեջը։ Բան չի չէ։ Բա կեսում եք այս իշխանություն պահելը, ամենավերջի ստորության գնալը, ամենավերջի քֆուրն ուտելը սեփական ասին, ձրի, չէ, դա գին արժի։ Դա գին արժի, այս մարդիկ ամբողջ կյանքներում ապրել են փող աշխատելու համար։ Այսինքն, ամեն մեկը ասել, ինչով ձևով փող աշխատում է, չէ։ Մարդը փող աշխատում է ապրելու համար, մարդը ապրում է փող աշխատելու համար։ Հիմա սրանք ապրում են փող աշխատելու համար։ Ուտեղ հարց չկա, ոչ մի բան ստացականություն չի դրվում, այդ փողը ոնց է աշխատվում։ Ամեն գնով իրանք պատրաստ են այդ փողը աշխատել։ Բացարձակապես ամեն գնով։ Մենակ դա լինի։ Հիմա այս հարցը ուղղակի ուզում տամ։ Գրզո, քեզ էդի թրգելի է։ Ալիևը խոսք տվել որ բիզնեսները քեզ ամենալու։ Լուրջ։ Հա դուք ապուշ չեք։ Ալիևը ձեզ խոսք տվել, որ Հայաստանը կապիտալիստներից հետո ակտիվները մնալու է քեզ, այն սեփականությունը, որ այն թալանը որ արել ես Հայաստանում, այդ գույքը որ շարժ կամ շարժական ունես, մնալու է քեզ, հա? Ինչ ասա։ Չէ։ Ես ամեն անգամ համոզում եմ բանի վրա։ Եթե դուք ուղեղ ունենայիք, եսի կհասկանայիք։ Եթե չեք հասկացել, իմ ասելը ձեզ ոչ մի բան չտա։ Բացարձակապես։ Մասան լսեք։ Դուք կրոնական ազատությունից եք խոսում, Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցու ընտրված Ֆոտիա կաթողիկոսը Գարեգին երկրորդն է, բայց հիմա օրվանշանությունն է եւ հիմա հարցը հնչում է Հայաստանի։ Բայց այդ հարցը ինչու եք ինձ տալիս, դա եմ ասում, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ ԿՊՀ-ական ուրիշ ո՞նց ալին։ Սա Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն է, իրեն հարցնում են կաթողիկոսի մասին, ասում են հարցին դուք չեք տալիս։ Որովհետև դու Հայաստանի մարդու իրավունքների, ասում Հայաստան եւ մարդ։ Հիմա սա այս բույսը պետք է պատասխանի մի բանի։ Կամ կաթողիկոսը մարդ չի, որ այդ հարցը իրան չի վերաբերվում։ Կամ Հայաստանի քաղաքացի չի։ Որովհետև դու Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանն ես։ Աչքի դուք բացատրես կամ կաթողիկոսը մարդ չի, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի։ Որ դա քեզ չի վերաբերվում։ ԿՊՀ-ականներ, աջակիցներ, գոհ եք։ Սա ձեր որակն է։ Հայաստանի կաթողիկոսը ով է։ Դուք ինձ չեք հարցնում, թե Հայաստանի կաթողիկոսը ով է, եւ երկրորդը ես չեմ կարծում, որ որպես մարդու իրավունքների պաշտպան ես պիտի պատասխանեմ նման հարցերի։ Վերջ։ Ինչի կարծում ընդհանրապես ինքը պետք է հարցեր պատասխանի։ Ինքը ընդհանրապես չի կարծում, որ ինքը ինչ-որ մի բանի համար պատասխանատու է, որովհետև իր շեֆ իրան ասել է։ Լսի, այ բույս։ Դուք ով եք, որ դուք մտածեք հարցերի պատասխանեք, ինքն է որոշում։ Դուք ընդամենը ուսապարկ եք։ Տվյալ պարագայում ինչ որ տեսակի բույս, որ քեզ դրել են այնտեղ, աշխատավարձը տվել են, ասել են կանգնի բեմի վրա, թուքումուրը կեր, որտեղ դրա համար քեզ աշխատավարձ եք տալիս։ Դրա համար դու ոչնչությունը, կատարյալ ոչնչությունը պաշտոն ունես։ Հասկանում ես, իրենք են հասկանում, ախր իրանք կարող են այդ պաշտոնին հասնել, լինելով կատարյալ ոչ մեկը, բացառապես դրա դիմաց ու Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Վերջ։ Բայց դուք ինչ ուզում եք ինքը հարցի պատասխանի։ Ինքը գիտի որ հարցի պատասխանի։ Ինքը ոչ միայն չգիտի, ինքը այդ իրավունքը չունի։ Ոչ մի պաշտոն է, չէ, դրել են, ասել են, էսա։ Հացդ կեր, հացդ չէ։ Կերդ կեր, ուսուս։
Ես վերջերս մեկի հետ խոսում էի Երևան։ Ասեց, «Ա դե այդքան էլ դեշի ամեն ինչ էլի։ Լավ էլ ասֆալտ է դարել, դե տեղ-տեղ հա քանդվել է, բայց դա տեղ-տեղ ամբողջ այդպես չի տեղ-տեղ էլի։ Հա, ուղղակի ջուրը որ չի գնում ջուրը որ չի գնում։ Ջուրը մեզ բան ամեն ինչ քանդում է։ Եմ ես ուզում եմ ցույց տամ։ Այդ ջուրը չի գնում։ Ջուրը չի գնում, որովհետև ջրատարները ասֆալտում են։ Սա հեղեղատարն է, որը հենց հիմա պատրաստում են ասֆալտը։ Նայեք, Կամազն դեռ գալիս է, որ ասֆալտն հեղեղատարը։ Հարի փոշի հողի տեսակ հələ։ Հələ հեղեղատարը մի կողմ, դուք տեսակ բանը շերտը, մեկ էլ քարի փոշի հողի արկայություն դա չի պահելու։ Դա չի պահելու ասֆալտը։ Հələ գնացեք դուք մի բանկա ներկառեք ու քսեք ձեր հայատի փողոցների, բակի։ Մտեք, չի բակում եք կամ միտեղ։ Մի հատ առանց մաքրելու, առանց փոշի զրկելու, առանց նախնական խնամքի, մի հատ ցանկացած ներ քսեք, տեսեք այդ կպահի։ Ներկա է։ Դուք այդ ներքին տալու եք երևի մի քանի հազար դրամ, մի փոքր ասենք բանկին։ Սեղ միլիոններ է ծախսվում, ուղղակի փոշի վրա մի բան սևացնելու, այդ լասին ասֆալտ են կարել։ Հետն հեղեղատարները, բա հեղեղատարները ոչ են առանձնացրելու, լուքս սարքեն, սա ծախս է, ժամանակ, բան։ Այլ հումա պետք, չկա ծախսանելու։ Վերցել են բյուջեն, փռիթո գնա։ Արա, ինչքան քիչ փող ծախսեն, իրենց լավ այդքան շատ կմնա։ Մեկը ոչ շուգող կա, այդ հեղեղատարը կա, չկա, դու ոնց ես կողքը փակե, որ դες չլի դա չծառայի իր նպատակներին, որտեղ ոչ չի ծառայում իր նպատակներին, դա դառնում է լիճ, Վենեցիա։ Հիմա սա ցանկացած երկրում, այս բանից հետո, նայեք, այս դեպքից հետո, նայեք, մարդիկ դրել են իրաց ձեռքով մաքրում էսը։ Անցած տարի ձեռի հետ մայթնել մաքրեն։ Դա ցանկացած երկրում այս տեսանից հետո հեղեղատարը փակելը, ամեն ինչ նկարելուց հետո այս շինարարական կազմակերպությունը կամ այս ասֆալտ փռողը ոչ թե կդատվեր, կզրկվեր լիցենզիայից, այսինքն ինքը այլևս չէր կարա ոչ մի տենդերի մասնակցել, հասկանում եք։ Սա իրավական երկրում եմ ասում։ Ոչ թե Նիկոլի Բոստանում, որ ինքը կարող է այդտեղ պալատկա խփի, ադրբեջանցիներ բերի լցնի այդ բանը, տարածք։ Հետո ոչ մեկ չիմանա այս ադրբեջանցիները ոնց եկան, ինչ բերեցին հետը, ինչ տարան, ինչ թողեցին։ Պետ եկամուտների կոմիտեն էլ, որը ուղիղ պատասխանատու է այդ ամեն ինչի համար, ինքնասարքից խաբար չէ։ Ոնց է խաբար չես։ Դա ոնց է խաբար չես, լողապուշ չէ կարա։ Ոնց է, Հայաստան մարդ է մտնում, պետը խաբար չի։ Իսկ կարող է կոնտրաբանդա է դա բերում։ Բայց դուք ինչի համար եք։ Առանց ձեզ ոնց կարա սահմանային կետ աշխատի։ Ոնց։ Դուք լրիվ անմեղսուն եք, եկա այս պետությունը ինչ է դարել։ Այս կարգի բարդակ ու մարդ կա հավանում է այս կարգի բարդակը գովում է ուզում է շարունակվի։ Նշանակում է իրականնել է այս կարգի բարդակ, նշանակում է իր գլխի մեջ է այս կարգի բարդակ։ Նշանակում է Արամ Աբրահամյանն ինքը անպատվարների սերունդից է։ Ես էլ իրենց ասում անբարոյական, դե մարդը անբարոյական ասին, այդ ինչ խոսես։ Ինչ ուզես, ինչ ակնկալես։ Իշխանություններն էլ հենց այն բան չի մնում անելու, էլ որ անելիք չկա, մտնում են Գագիկ Ծառուկյանից դու։ Ասում են դու դիմադիր ես։ Վերջ։ Այսօրվանից դու էլի դիմադիր ես։ Պետք է մտնենք քոտում, խոսարկենք։ Ծառուկյան Գագոջյան։ Անես քեզ հարց եմ ուզում տամ, անկեղծ պիտի պատասխանես։ Ուզեիր, ասենք 1 միլիոն պակաս ունենայիր։ Կամ ունեցածդ 20% ունենայիր։ Բայց քեզ ամեն անգամ շլինքիցդ չբերեին մցնեի բանը քաղաքականություն, հետո շլինքիցդ բռնած չանեին շպրտեին դուրս, չմտնեին քոտուն խուզարկեին, բապ, օ տեղը չիմանային։ Կուզենայդ քո այսօրվա ունեցածի 20% ունենայիր, բայց քո անունը ոչ միտեղ չլիներ։ Քեզ չբերեին դաշտ, նվաստացնեին քցեն աղբա, ինչ է կանում։ Այս մարդու հետ։ Ես գիտեք ինչ եմ ակնկալում, կասեր, հա,
կուզեի, որ ես ունենայի ավելի քիչ, բայց ինձ ոչ կոլբեն մտցնեին, ոչ ասեին առուծես վաղը, այսօր առուծես վաղը դառած փիսիկ, ոչ մի բան, էլի ոչ գային մտնեին իմ տուն, տանս անդորը խանգարեին, ոչ իմ թորներին հիշեին, ոչ իմ երեխեքին, ոչ իմ ընտանիքի անդորը խանգարեին, մի խոսքով։ Գիտեք չել ուզի, կուզել, բայց իր այսօրվա փողի գինը դայա պիտի վճարվի։ Պիտի վճարվի, Քոչարյան Ռոբերտը երբ ինչ ասես, սա պիտի անի, բա իրա ստեղծածնա։ Բա իրա ստեղծածնա ոնց ինքը կարող ասի նյետ։ Ոսմա պիտի գաս կանես կողքնես, պիտի գնա կանի կողքը։ Գնանսի տեղը, պիտի գնանսի տեղը։ Էլի, այս մարդ ասել է քաղաքականությամբ եմ զբաղվելու, ընտրության եմ գնալու, Նիկոլո խուճապահար, իր հաստաբզեին էլի ուղարկել է իր որ ինչ անեք։ Ձեզ թվում է Ծառուկյան Գագոն ձեր ամենամեծ բանն է։ Եթե ձեր պատկերացումների մեջ ամենամեծ վտանգը ձեր համար Ծառուկյան Գագոնը, ուրիշ ձև ասեմ, եթե Ծառուկյան Գագոն ձեր համար վտանգ է, նշանակում է դուք գոյություն չունեք։ Լուրջ դուք գոյություն չունեք նշանակում է։ Քաղաքական առումով եմ ասում, ռեյտինգային առումով քաղաքական։ Դուք չկաք, հա, ֆիզիկապես դուք կաք, բայց երևի ամենաանվտանգ քաղաքական սուբյեկտը այսօր Ծառուկյան Գագոնը, որից ոչ մի բան կախված չի, բացարձակապես, ոչ քաղաքական իմաստով, ոչ իմիջային իմաստով, ոչ մի բան կախված չի Գագոյից, բայց Պաստորեն Փաշինյան Նիկոլը վախենում է նույնիսկ Ծառուկյան Գագոյից։ Ճիշտ է սանում, ճիշտ, վախեցի։ Հələ Սավազի շերտը նայեք։ Եվս մեկ ապացույց, ժողովուրդ ջան, որ ասֆալտապատման աշխատանքները իրականացվում են անվորա, քաղաքաշինական։ Հողը նայեք, հողը։ Տեսնում եք ասֆալտը։ Ուսենց հազարավոր զապիսներ կան, հազարավոր փաստեր կան։ Դատախազությունը այդ խոտակետ հիմնարկը։ Քրեական գործերը հարություն, գիտեք ում նկարողների նկատմամբ։ Եկեղեցականների նկատմամբ, կաթողիկոսի նկատմամբ։ Սրա չէ։ Դրեք դուք բոլորդ հանցագործ եք։ Հանցագործ։ Ընկերոջս գիտեք ինչ էին ասել։ Որ ասել էր չեք հասկանում դուք ինչ եք անում։ Դե ասել են հասկանում եք, բայց ինչ անենք։ Ինչ։ Դիմում տվեք դուրս եկեք։ Այդ պատասխանը վաղը չի ընդունվելու։ Ոսե բայ ինչ անենք։ Կամ գործը տարա ի պաշտոնի ինչի համար դու աշխատավարձ ես տանում, կամ դուրս արի։ Ու սա բոլորին է վերաբերվում պետական հիմնարկներում աշխատող։ Բոլորի, որ ասում բա մենք ինչ անենք։ Կամ գործը տարա, ինչը պիտի անես, պարտավոր ես անել, կամ դուրս արի։ Որովհետև սենց թե նենց, վաղը որ օր եկավ, ոչ մեկ չի նայելու։ Դուք չեք կարող նստանավար ասեք, դե հա դե ժամանակ դիմա, դա շեֆս ասել արել է, գլուխը պատին է տվել, եւ շեֆը եւ ալու։ Հասկացանք իրար։ Some major breaking news. Prince Andrew was arrested at 8 a.m. local time, 3 a.m. Eastern time in England today. This comes after this Եմ որ ասում են աշխարհում սա անհնարին է, ես Գրզոյին եմ սա ասում, Նիկոլին եմ սա ասում, Նիկոլամերս բոլոր տականքներին եմ ասում, այն որ ձեզ թվում է անհնարը, ասեմ ձեզ, ավելի անհնար բան էր, որ երբևէ Ելիզավետայի տխում Բրիտանիայի հագաժարագին կարող էին ձերբակալել, այն էլ Բրիտանիայում։ Մինչև 3 բոլոր փորձագետներն ասում էին, որ պալատը թագավորական ընտանիքը ամեն ինչ անելու է փրկելու համար Էնդրյուն, որ առնվազն չձերբակալեն։ Ինքը տեսեք մեկուսացեց, զրկեց տիտուլներից բան, բայց ատամներով պահելու է, որ հանկարծ չձերբակալել, որտեղ դա монарխն է, դա թագաժառանգն է։ Երկրորդը, եթե նա սկսեց խոսալ, монарխիայից բան չկար, կարող բան չմնա։ Այսինքն մյուս տարբերակը մնում էր կռիվ դուրս գար Չարլզը թագավորը, Բրիտանիայի թագավորը պետության դեմ։ Բայց փաստորեն, այն որ անհնարին էր թվում դեռ երեկվա դրությամբ, այսօր պարզվեց որ հնարավոր է։ Գիտեք ինչի։ Մի պարզ պատճառով։ Իսկ մենակ այդ մարդակերությունն ու տրաֆիկինգը չէր։ Դες մարդակերություն բառի բուն իմաստով եմ ասում։ Նա վաճառել էր դե կամպրամատների դիմաց բնականաբար։
պետական գաղտնիքներ։ Էփշտինի միջոցով վաճառել էր պետական, այսինքն տվել էր, դուրս էր տվել։ Եվ պետությունը դրա դա չներեց։ Որովհետև իր այս մանկապարտության փաստերը պարզ էր վաղուց էր պարզ, բոլորը գիտեին, ոչ մի նորություն չկար այս ամեն ինչում, բայց պետական գաղտնիքը սլիվ տալը, ասելը այլ պետության ներկայացուցիչի նոր դուրս եկավ։ Ես վստահ եմ, որ պետք է մի վեցը բան ամեն ինչ իմանար, կարող է գիտեն եւ թաքցնում են, ինչ որ է։ Այն որ թվում է անհնար, դա ընդհանրապես թվում է։ Դամար այսօրվանից մտածեք, հունիսի 8-ի առավոտը ինչ եք անել։ Ոնց եք արթնանալու, որտեղ եք արթնանալու, արթնանալուց հետո ձեր հետ ինչ է կատարվելու։ Որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ այդ օրվան են սպասում։ Դուք դժբախտացել եք, դուք սպանել եք, հա։ Դուք հազարավոր մարդ եք սպանել։ Դուք Էփստինից շատ մարդ եք սպանել։ Եք չեմ ասում հայրենազրկել, պղծել, ու շարունակում եք անել։ Դուք մի ամբողջ երկիր եք ուզում սարքեք, այն ինչ որ արեցիք Արցախի հետ։ Գիտեք սա մարսվելու է։ Չմտածեք, որ անհնար է։ Այն ձյունն էլ մտածում, որ դա անհնարին է։ Իսկ այսօր ինքը ձերբակալված է։ Իսկ եթե բառը սկսեց խոսալ, սա բերելու է պատերազմի, սա բերելու է մեծ կոտորածների, փոփոխությունների, սա չի կարող անցնել։ Դուք պատրաստ եղեք դրան։ Իսկ ցանկացած турбулենտ վիճակի ժամանակ առաջինները գիտեք ում գլուխներն են թռնում, որոնք ամենաշատ են երևացող որպես մեղավոր։ Այն քիչ երևացողները դրանց գլուխները արագ կտրում են, որ հանգարց իրենց չհասնեն։ Հասկացաք։ Այսօր ով երևում է այն ԿՊ-ի առաջի դեմքերը, որպեսզի հանկարծ այն տակիներին չհասնվի այն իրական անողներին, դրանց գլուխներն արագ թռնելու է։ Ոնց որ թռնելու է բոլոր նրանց գլուխները, ովքեր երևացել են այս բաներ ֆայլերի մեջ, որ հանկարծ այն, որ ամենատակն է նստած, որը չի երևում, հանկարծ դա դուրս չգա։ Չէ՞ որ սիստեմը պետք է աշխատի։ Ինչքան հնարավոր է։ Կարող է այդ մասշտաբների վրա չաշխատի, հա։ Կարող է ասենք, չգիտեմ, Բաշո թիատրից, Մանինսկից, չգիտեմ, Կովեն Գարդենից, Փարիզ օպերայից, բալերին կեք ինչ տանեն լցնել այդ կղզին, այտենց էլ է եղել։ Դա մի առանձին խոսակցություն է։ Բայց իրանք ներքին կուխնով էլի աշխատելու են, էլ երեխեք են կորելու, բայց որ դա շարունակի, այն երևացողների գլուխը պիտի թռնի։ Սա մաֆիայի օրենքն է։ Իրանք միշտ զոհաբերում են մի մասը, որ հիմնականը պահել։ Ունենց որ Փաշինյան Նիկոլու կից տականք պատրաստ եղեք։ Բայց սա լսեք։ Worst reporter. No wonder CNN has no ratings because of people like you. You know, she's a young woman. I don't think I've ever seen you smile. I've known you for 10 years. I don't think I've ever seen a smile on your face. I'm asking you about survivors. You know why? You know. CNN-ի լրագրողին ասում, ես քեզ չեմ տեսել երբևէ, խոսած էշեշ, ես քեզ չեմ տեսել ժպտալու ժամանակ, ասում ես քեզ փրկվածների մասին եմ հարցնում, ինչի չեք ընդունում, հələ լսեք։ Why you're not smiling? To the Republicans or moderates who follow me who still Ասում եք ինչի չես ժպտում։ CNN-ի լրագրողին է բանանում, նվաստացնում, ես քեզ կյանքում չեմ տեսել ժպտալուց։ Ինչ կապ ունի քեզ այդ դժողքից փրկվածների մասին է հարցնում, դուք ինչի չեք իրենց գործերին ընթացք տալի, ինչի չեք իրենց ընդունում, լսում։ Սա ամենամեծ չադիկն է։ Այսօր երևացել։ Ես ինչ եմ ասում, այդ համակարգը, որ still support Donald Trump. I need you to listen up, and I need you to listen up closely. Donald Trump's DOJ is in charge of releasing these files. The law that was put in place by Congress says that these files need to be unredacted. The only people that need to be protected are the victims. Right now, many of us already know this. There are emails coming out that are talking about a 9-year-old Brazilian girl. Ասում է օրենքներ ընդունվել, որ պետք է այդ բաները դուրս գա ցուցակները չխմբագրված։ Միակ մասը որ պետք է ծածկվել, դա զոհերի անուններն էր։ Ոչ թե մեղավորների։ Սրանք բռնել են հանցագործների անուններն են։ Թաքցրել, որտեղ պատում է թե 9 տարեկան բրազիլացի երեխուն ինչ են արել։ Բայց անողի անունը թաքցրել են։
Սա ժամանակավորը չի նշանակում վաղը չի երևալու կամ եղածը բավարար չի, հա։ Սա այնտեղ մասին է խոսքը, որ այս երևացող մասը, որը այսօր Փաշինյան Նիկոլի Կրիշնա, բարիս մնիմուսլի, Պուտինից փախամտավ Տրամպի տակ, իրան թվում է դե ավելի ապահով է։ Փաշինյան Նիկոլի Կրիշնը այսօր ամենամեծ պատմության մեջ ամենամեծ հանցագործ կազմակերպած հանցագործության սխեմայի գլխավոր հերոսներից մեկի մասին է, այսօր թիվ 1 պաշտպան է ամեն ինչի, որ արդեն ՄԱԿ-ի հանձնաժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի բնորոշմամբ կոչվել է ամենամեծ միջազգային մարդասպանների սինդիկատ կազմակերպություն։ Որը գլխավորում է Դոնալդ Թրամփը, որի հետ Նիկոլ Փաշինյանը գրկախառնված դարավ այդ կլուբի անդամ, որի երրորդին թքած ունի աշխարհի բոլոր օրենքների վրա։ Բայց մենք արդեն այս մասին խոսացել ենք։ Երևացող մարդը, երևացող մասը կտրում են առաջին հերթին։ Եվ դա լինելու է այս տարվա մեջ։ Հետևանքներին սպասեք այլ։ Սա նայեք։ It's unreal. And now presenting the mermaid called Armstrong. Սա կինո չի, ժողովուրդ։ Սա իրական զանալություն է, սա կինո չի։ Ու սա բավականին հին է կադրերից դատելը։ Այս բանի որնայում վերև մեկի մտքով կանցնի կասի, բանա, դու ասա, կարող ասեն ստորթ են բերում, չէ՞ որ դիզայներները ասենք ինչ ձևով ասես կարող են սարքել, բայց ես ասեմ ձեզ, նորմալ մարդը, նորմալ հոգեկերտվածքով հոգեբանական մարդը, ձեզ ստորթ չի կարող։ Նույնիսկ եթե սա թխված կա, չգիտեմ ինչ բանա, ինքը մարդ չի սա, ձեզ բան չի կարող։ Ձեզանից ո՞ր մեկը սես բան։ Ես չեմ ասում, որ այս հրեշի դիմակներով նստածները, առաջի անգամ չի, որ ես ճաշատեսակից ես հանգիստ սպասում եմ։ Հազարամյակներով ասա, հիմա էլ կա։ Ու Հայաստանի Հանրապետության վարչապետը այսօր այդ կլուբի անդամ։ Բացառ նայենք։ Facto annexation of the West Bank as unilateral Israeli steps steadily transform. Երկոսկով միջազգային ՄԱԿ-ը, միջազգային ազգերի կազմակերպությունը ճանաչել է Իսրայելի գործողությունները անեքսիա, որտեղ իրանք հայտարարել են։ Day of events for the president, starting with the inaugural meeting of the Board of Peace this morning in Washington, D.C. The board, as of now, is comprised of representatives from 27 countries. They face the Herculean task of rebuilding Gaza after the 2-year-long war which began after Palestinian terrorists attacked. Միխոսկով, սա նամասինը, որ այս Board of Peace-ը, այս կլուբը, գոլֆ կլուբը, հավաքվել է նրա համար, որ վերականգնի Գազան, որի վրա պետք է ծախսվի 17 միլիարդ դոլար։ Այդ երկիները պետք է ծախսեն, որովհետև ամենից 1 միլիարդ փող է Դոնալդ Թրամփը։ Դե Հայաստանը ասել է դու որ փանտեր ես, ծրի արի, գլխականակ ես դու մեզ պետք։ Արի, այվա, արի։ Կարևոր է ստեղ Ադրբեջանը լինի, Թուրքիան լինի, Ղազախստանը, Ռուսաստանը։ Իրանց Ռուսաստանը չի կարծեմ լոտ չկա։ Ինչ որ է։ Այս process-ը ՄԱԿ-ը կոչվում է անեքսիա։ Այս անեքսիային մասնակցում է Հայաստանը։ Որպեսզի մենք հասկանանք ընդհանրապես վաղը մյուսով մենք աշխարհից ինչ կարող ենք պահանջել, պետք է հստակ հասկանանք մի բան։ Միջազգային ազգերի կազմակերպությունը, որը ապահովում է աշխարհում, ասենց ասեմ, հա, ստատուս քվո, օրենքներ, չգիտեմ, հարաբերություններ եւ այլն։ Հայտարարում է, որ Գազայի անեքսիան, այս process-ը ինչ որ դուք իմանում եք, սա անեքսիա է։ Հայաստանը մասնակցում է այդ անեքսիային։ Հիմա հասկացանք Փաշինյան Նիկոլը ով է եւ ընդհանրապես ինչ է նշանակում այս ուրախությունը, որի վրա հրճվում են այն բմբուլով հնդիկները Փաշինյանի կողքը հավաքված։ Սա փաստա ժողովուրդ, այս իմ կարծիքը չի։ Սա փաստա։
լսեցիք եւ ՄԱԿ-ի հայտարարությունը եւ իրենց հայտարարությունը, ոնց են ցույց տալիս դա։ Բանը Թրամփը ինձ ժամանակ էլ ասել է։ Մեր նպատակը գազան վերակառուցելն է։ Ինք իր քաղաքական աջակիցների խումբ հավաքել իր գլխավորությամբ։ Ինչքան հանցագործ, ինչքան բռակ երկիչ կա, 27 կարողացել է 187-ից 27-ը հավաքել ընդեր։ Հայաստանն էլ մեջն է։ Սա է Փաշինյան Նիկոլը։ Ու ցավոք նաև այսօրվա Հայաստանը, որ մի կողմից հանցագործ է, մյուս կողմից էլ արդեն չպետություն, որտեղ արդեն մեզ ասում են ով պետք է ձերբակալվի Ադրբեջանից, ով պետք է չձերբակալվի։ Պատկերացրեցիք մենք ով ենք։ Ու վաղը միսով մենք, եթե մենք էսի հանդուրժենք ու որոշենք, որ ՄԱԿ-ի վրա պետք է մունատ գանք, որ ասենք խաղապահներ չի ուղարկում, միջազգային հարցերում հայցաններում մեզ բանիտեղ դնող չկա, պետք է հիշենք մի բան, մենք միջազգային ստանդարտներով հանցագործ ենք այսօրվա վիճակով։ Մենակ առիթ։ Ես սրա մասին էլ ասեմ։ Այսօր ինֆորմացիա տարածվեց, թե Թաքեր Քարլսոնին ձերբակալել են բանում։ If you guys remember, just last December, Tucker Carlson was branded as the anti-Semite of the year of 2025. However, in this update, it says that Tucker is now out of the country, and many are reporting that it was just standard procedure and not a targeted attack against Tucker himself, and that in fact it was his executive producer who was pulled into a back room. And I'm sure that we're going to get more details when Tucker's plane lands and he can actually post again, and I'll keep you updated one more time. Թաքեր Քարլսոնը գնացել է Մայք Հակոբիին ձայնագրելու։ Մայք Հակոբին այդ այն Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանն է, Ամերիկայի Միացյալ Իսրայելում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանն է Իսրայելում, որը ինչով էր սկանդալային հայտնի, որ այս վերջերս հանդիպել էր Իսրայելի օգտին լրտեսություն արած այն մեկին, որը 30 տարի դատապարտվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Եվ գնացել է դրել երկու հրեա գնացել են ճաշել եւ փաստորեն նույնքանից սկանդալ դու Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերն ես ներկայացնում թե Իսրայելի։ Իխոսով գնացել է դան ձայնագրելու, ինչ է որոշել են ձերբակալեին Թաքեր Քարլսոնը, որտեղ նա հայտարարվել է 25 թվականի ամենաանտիսեմիտը լրագրողը։ Բայց Թաքեր Քարլսոնը դուրս չէր եկել օդանավականից, մնացել էր նեյտրալ տարածքում, կանչել էր ասել է, եթե հարցազրույց միայն այստեղ ձայնագրել է, դες քանի որ կտեսնենք, երևի ինչ են խոսել։ Ու թրել վերջացել էր։ Շատ կուզենար Նետանյահուն ձերբակալել, բայց չկարողացավ։ Թրել հետ է եկել։ Իսկ հիմա սա լսենք։ Guess who pays them? Valentina Gomez and Jake Lang are both pushing hard to trick Hispanic Christians and white Christians against Arab Muslims in America. But guess who pays them and protects them? It's not shocking. Valentina. Սրանք հիշում եք ասում էի բանը քրիստոնյա սիոնիստներ կան ամենաագրեսիվ եկեղեցին դրանց քալոզիչներն են ասում դե հասկացեք սա տեսեք ովքեր են սրանք ով այրանց վճարում այդ աշխատանքի համար Valentina Gomez, who does evil instigating videos like burning the Quran, and Jake Lang, who does anti-Muslim marches with a Սրանք բացահայտ ուրամն են Quran inside the mouth of a pig's head. They are intentionally shocking to try to break taboos and go against Arab Muslim immigrants. But who funded and coordinated all the Arab Muslims to come here in America in the first place? Եվ ասում է, բայց ատելության ֆոնի վրա ով է ամենաշատ հումանավոր է, որ արաբները ստիպված կամ կամավոր կարողանան մտնել Ամերիկա։ Ով։ Սորոսը։ Ինչի՞։ Որ երկիրը քանդեն։ Ինչպես։ Every single aspect of Arab Muslim immigration, from funding to airplane rides, was always the Zaya. They would use our American soldiers to go blow up, destroy, subvert their Arab Muslim countries, destabilize everything, and then send all those people from the destroyed. So ոնց, որովհետև հենց նրանք ամերիկյան փողերով գնացել են, ավիրել են այդ մամերական երկրները, որպեսզի այդ բնակիչները ստիպված լքեն իրենց երկրները մի մասն էլ գնա Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Եվ որպես ինչ, որ ինչ անեն։ Սա լսենք։
happened at the Canadian border that has Coca-Cola, Pepsi, and Nestle executives in emergency meetings, and nobody is talking about the real reason why their stocks just took a massive hit. Canada just effectively shut off the tap on 21% of the world's fresh surface water, and the era of free water is officially dead. To understand why this is a crisis, you have to look at the math that kept me up last night. For decades, corporations have been operating under a gentleman's agreement from 1909, assuming Great Lakes water was essentially free. Take Nestle, for example. Before this new law, they were extracting over 1 million gallons a day from a single well in Ասում են բոլոր մեծ կորպորացիաները, Nestle, Coca-Cola, Pepsi, ստիպված գնացել են Կանադա, որպեսզի բանակցեն բանիչումն է, որ ջենտլմենական հարաբերական է եղել, պայմանավորվածություն է եղել, որ Կանադայի ջրերը, լճերը, որ խմելի ջրեր են, անվճար են, ընկերական։ Տարվա համար վճարել են ընդամենը լիցենզիայի համար, տարվա համար $200։ Սիմվոլիկ։ Կանադա հայտարարել է, որ դա ազգային սեփականությունն է, եւ այդ չի վաճառում։ Հիմա $200 փոխարեն այդ կազմակերպությունը ստիպված են լինելու վճարել, եթե ուզում են օգտվել, $20 միլիոն տարեկան։ Այդ ինչ կազմակերպությունները, որ ես նշեցի, դրանք բոլորը պատկանում են BlackRock-ին։ Դրանք հրեական կոմպանիաներ են։ Հիմա Կանադան ասում է, «Իսկ դուք էլ իմ բարեկամը չեք, այդ չեմ ասում, որ իրանք ուղիղ արդեն առևտրանում Չինաստանի հետ, Հնդկաստանի հետ։ Իմ ջրերն եք ուզում, տարեկան միլիոնավոր տոննաներով ջուր եք տարածվելուց։ Զրի։ Վերջացավ։ Ուզում եք, տարեկան $20 միլիոն արժի սա։ Ես որ ասում եմ, սա բերելու է այս խեղ կատակը, որ են դրել աշխարհի ուժեղ բիզնեսմենի եւ բանակցողի տեղ, սա կատարյալ սա խեղ կատակ է։ Սա չգիտես, սա անուն չունի։ Սա Նիկոլ բերես նրան, որ իր պատկանելիության տակ գտնվում է, ասենք իր չէ, ինքն է դրանց պատկանելիության տակ գտնվում։ Այն ֆիրմաները, որոնք իրան հովանավորում էին, հիմա տարեկան $20 միլիոն պետք է վճարեն այդ ջրի համար։ Սա ընդհանրապես մի պոզիցիա է։ Ամերիկյան տնտեսությունը կոլապսի է ենթարկվել։ Սրա պատճառով, եթե չկարողացան սա շուտ ռադ անեն եւ վերականգնել այս պետությունը։ Սա սպառնալիք է։ Նիկոլ Փաշինյանը ինքը փոքր մասշտաբի սպառնալիք է մեզ համար։ Սա մեծ սպառնալիք է համաշխարհային մակարդակի։ Եվ ամենամեծ սպառնալիքը ինքը Ամերիկայի բնակիչների համար է։ Տնտեսապես շատ կարևոր է, տնտեսապես։ Տվստեր ինֆլյացիան ու գները, աշխատանքի կորուստները, անգործությունը, գործազրկությունը խփելա մաքսիմումների։ Դե այս ամեն ինչը բան է շուտ։ Կանխատեսել էր, անհնար էր ուրիշ ձև լինել։ Իսկ հիմա վերադառնանք Հայաստան։ Ներեցեք թույլ չեն տալիս անցնել։ Արդեն խոսում է, էլի։ Հայ մարդը, հայ ոստիկաններին ասում է թուրքեր, թուրքերի ծառայողներ։ Հələ դուք ընտանիք չունեք։ Լուրջ, ես եմ ուզում հասկանամ, ձեր ընտանիքից ոչ մեկ ձեզ ոչ իման չի ասում։ Լավ, դուք կարող եք ինչ չլսել, մեկ ինչ չլսել, դուք չեք կարող խուլ լինել, խուլու համար։ Ձեզ դեմ փողոցում, ձեզ դեմ ու դիմաց ձեզ թուրք են ասում։ Հələ վաղը ձեր երեխեքին ասել են թուրքի ծնունդ։ Թուրքի երեխա, թուրքի տղա, կամ միլիսու տղա, ավելի վատ բան ինչ կարա լինի այդ սովորի վիճակով։ Քո հորն էր, հոր պատճառով թուրքերն եկանին ընտանիքը քանդեցին։ Դրանից ավելի վատ ինչ կարա լինի, արա։ Ես չեմ հասկանում, դուք ինչից եք ստեղծված։ Այս ամեն ինչը ձեզ հետ չի մտահոգում։ Миру больше не нужно ждать новостей от Илона Маска, ведь будущее прямо сейчас создает 22-летний армянский студент по имени Давид. Его разум способен изменить жизнь планеты, и это не просто громкие слова. Вдумайтесь, в мире 360 миллионов полностью незрячих людей и еще 200 миллионов с тяжелейшими нарушениями зрения. Այն ինչ որ ինքը Դավիթը հիմա ստեղծել է,
560 միլիոն մարդ կարիք ունի դրա։ Լրիվ կույր կամ մասամբ պրոբլեմ ունեցող տեսողության հետ։ Եվ բանը ինչու՞մն է, որ կստեղծել ակնոց, ստեղծում ակնոց, որը հասանելի կլինի, կարծեմ մյուս տարի կսենք։ Давид решил, что темнота больше не должна быть приговором. Он работает над проектом, аналогов которому нет ни в одном уголке Земли. Это уникальные очки, оснащенные искусственным интеллектом, камерами и сенсорами, которые буквально видят за человека. Система сканирует все вокруг и через умные звуковые сигналы выстраивает в сознании пользователя полное 3D-пространство, подсказывая, как обойти любое препятствие. Но Давид пошел еще дальше, его изобретение станет спасением для людей с болезнью Альцгеймера. Очки будут распознавать лица близких и благодаря искусственным подсказкам вовремя напоминать о приеме лекарств. С виду это обычные очки, но внутри технологии, которые кажутся магией. Проект уже готов на 70%, и уже в следующем году этот уникальный гаджет может выйти в свет. Гордость переполняет за то, что такие инновации создает наш соотечественник. Как вы считаете, Давид заслужил? Սա ակնոցներ ակույրերի վատ տեսողների համար եւ նույնիսկ Alzheimer-ով հետմերի հիվանդությունով տառապողների համար, որոնք չեն ճանաչում, հա, խառնում են։ Այդ ակնոցները ըստորեն իրենց սենսորներով եւ կամերաներով կարողանում է սկանանի տարածքները եւ ձայնային բաներով գիտակցության ասի ինչ խոչընդոտներ կան։ Իսկ հիվանդներին հիշացնի անունները, տեղանքը, տեղ ընդունելու ժամանակը։ Խոսքով, այս կարգի բան ստեղծում էր 22 տարեկան Դավիթը։ Ես ուղղակի մտածեցի, որ եթե մեր իշխանությունները մի քիչ հայ լինեին, ու գիտությունը Հայաստանում լիներ առաջնային ճյուղ։ Ես 20-րդ դարում ինչ կարող է լինել ավելի կարևորը, քան 21-րդ դարում ինչ կարող է լինել ավելի կարևոր, քան գիտությունը, երբ որ ամբողջ 20-րդ դար հենց դա է ցույց տվել։ Եթե մեր 4 նախագահները մի քիչ հայ լինեին, հայ։ Դեք մենք ինչքան sense Դավիթներ կունենայինք հիմա։ Հայաստանում ապրող աշխատող մենք ինչ կլինեինք ընդհանրապես, որպես երկիր պետականություն։ Ադրբեջանը, Թուրքիան ում շունն էին։ Եվ վերջում ուզում եմ լսենք այս հոգևորականին։ Ինչի մասին որ մենք այսօր խոսացել։ There is a tsunami coming. It's coming every day really, but there'll be some really big ones coming soon enough and people will be knocked off their moorings. People will lose their way. How is it that you won't lose your way when you see terrible things? How is it? Or Խոսքով, ամեն ինչի մասին է։ Ես ուղղակի ասել։ Ցունամի է մոտեն։ Իրոք բարի լայն իմաստով մոտենա ցունամի, երբ որ մարդիկ կարող են կորցնել ամեն ինչ, իրանք երևի չեն տեսնում, չեն հասկանում ինչ է կատարվում։ Սա ասում է հոգևորականը։ Սա խոսում է նրա մասին, այն ինչ որ մենք ամեն օր մեր եթերներում ասում ենք, որ ներեյա ամբողջ դեմքով, ամբողջ ներկայությամբ դուրս է եկել եւ լեկտիաբար ծիծաղում է բոլորիս դեմքին։ Ները, սա արդեն վիրտուալ ինչ-որ հասկացողություն չի։ Սա ռեալ ֆիզիկապես գոյություն ունեցող հանգամանք է, որը մենք տեսնում ենք տարբեր իր ֆորմաներով, հա։ Եվ մեսիջը ինչի՞մն է, որ եթե մենք չմիավորվենք, որոշում չկայացնենք, որ մենք չենք հանդուրժելու չարը, մենք կորցնել ենք ամեն ինչ։ Իրոք մոտենում է մեծ ցունամի։ Եվ մարդկությունը կարող է դիմագրավել բացառապես, եթե նա որոշի դրա դիմագրավելու համար միավորվել բարոյական արժեքների շուրջ։ Ինքն ասում է հավատի շուրջ, բայց ես ասում եմ բարոյական արժեքների շուրջ, որովհետև դե ինքը օրթոդոքս եկեղեցու ներկայացուցիչ է։ Ես դա ուրիշ ձև եմ ասում, ասում բարոյականության շուրջ, որովհետև բոլոր կրոններն են, հիմնական գաղափարախոսություններն են բարոյականության շուրջ։ Բուդդայիզմից բացի։ Սա նույնն է։ Ու ես սպասում եմ ճիշտ ասած այս կոչը Հռոմի պապից,
Ռոմի Պապից, որ բոլոր իր հետևորդներին, որոնք միլիարդ ու կես են եւ ավել, ինքը կասել է սա։ Բայց չէ։ Կարծեմ հունական եկեղեցու ներկայացիչը ինքը առաջին լավ եւ զգուշացրեց մեզ դրա մասին։ Անես չէ որ մենք նրա մասին չգիտեինք կամ գլխի չէինք ընկնում։ Չէ, բայց լավ կլիներ որ ավելի բարձր ամբիոնից սա հնչեր։ Հուսով եմ կհնչի, հուսով եմ ամեն ինչ կորած չի։ Ես կաթողիկոսից չեմ կարող սպասել սա, որովհետև կաթողիկոսը մի այլ կարգավիճակում է հիմա, ոչ այդքան նախանձելի, հա։ Չեմ ասում շատ վատավիճակ է, բայց չէ, իր խնդիրներն այլ տեղ են։ Բայց ավելի մեծ հետևորդներ ունեցող Հռոմի Պապուց ես դեռ սպասում եմ, որ ինքը պետք է պարզ խոսա, պարզ այն ինչ որ ասում է այս հոգևորականը, այն ինչի մասին խոսում է ամբողջ քաղաքացիական հասարակությունը աշխարհի բոլոր տեղերում։ Դուք չեք պատկերացնի ամբողջ Հնդկաստանի տարածքը, մեդիա տարածքը ինչերով է ողողված, ինչ կապեր ունեն, ինչեր են գտել իրանք, հնդիկները։ Ես մի քանի հնդիկել եմ հետևում գալիս եմ։ Եկել լեզուն ես չեմ հասկանում, բայց ես տեսնում եմ իրանք ինչեր են ցույց տալի, նույն ֆայլերից ինչեր են գտել, որովհետև իրենց պրեմիեր մինիստրը եւ բարձրաստիճան պաշտոնյաներն են խառնված այնտեղ այդ ամեն ինչի մեջ։ Այս ամեն ինչը գաղտնիք չի, ինչ որ հիմա կատարվում է։ Եվ մարդիկ մտահոգված են, լուրջ մարդիկ, այնպես որ ես ակնկալում եմ մեզ եկեղեցու ակտիվությունը, կոչը, որովհետև մի բան որ լրագրողն է ասում, որ ասենք մի քանի հազար կամ մի քանի միլիոն, հա, հետևորդ ունենա, ուրիշ բան որ սա ասում է մի հոգևոր կառույց, որը ունի միլիարդ ու կես հետևորդ։ Սա լրիվ ուրիշ էֆեկտ է եւ ուրիշ աստիճան, լրջության եւ հրատապության։ Իսկ մենք մեր հրատապությունն ենք, մենք մեր գործերն ենք անելու։ Կամ այս բարոյական պատերազմը մենք կհաղթենք, կամ եթե պարտվեցինք, իմացեք, մենք պարտվել ենք բարոյական դաշտում։ Դա է պատճառը։ Դա է բոլոր այս հետևանքներին։ Ընտրությունը մեր կողմը, մեզ ձեռքն է։ Այսօրվա համար այսքան, լավ մնացեք։